Ինչպես եղջերուն է ջրի վտակներ փափագում, այնպես էլ իմ անձը քեզ է փափագում, ով Աստված, հոգիս ծարավի է Աստծո, կենթանի Աստծուն, երբ եմ գալու ու երևալու Աստծո առջև, ցերեկ ու գիշեր արցունքներս ինձ հաց եղան, մինչ շարունակ ինձ ասում են, ուր է քո Աստվածը, երբ մտաբերում եմ այս բաները, հոգիս թափվում է իմ մեջ, քանի որ բազմության հետ էի գնում, նրանց հետ Աստծո տունն էի մտնում, ուրախության ու օրհնության ձայնով, տոնախմբող բազմության հետ։ Ինչու ես վհատված, անձիմ, եւ ինչու ես իմ ներսում անհանգիստ, հուսա Աստծուն, նորից փառաբանելու եմ նրան, քանի որ իր ներկայության մեջ փրկություն կա, ով իմ Աստված, հոգիս ընկճված է իմ ներսում, դրա համար էլ քեզ եմ հիշում Հորդանանի երկրից ու Հերմոններից, Միզար բլրից, խորքը խորքին է կանչում, քո հորձանքների ձայնով, քո բոլոր ալիքներն ու ալեկոծություններն իմ վրայով անցան, սակայն ցերեկը Տերը կհրամայի իր ողորմությանը, ու գիշերը իր երգն ինձ հետ կլինի, իմ աղոթքը իմ կյանքի Աստծուն։ Ասելու եմ Աստծուս, իմ վեմին, ինչու ես մոռացել ինձ, ինչու պետք է տրտում շրջեմ թշնամու հալածանքի պատճառով, ինչպես ոսկորներիս մեջ մխրճված սուր, թշնամիներս նախատում են ինձ, ամեն օր ինձ ասելով, ուր է քո Աստվածը, ինչու ես վհատված, ով իմ անձ, եւ ինչու ես իմ ներսում անհանգիստ, Աստծուն հուսա, քանի որ նորից փառաբանելու եմ նրան, նա իմ երեսի փրկությունն ու իմ Աստվածը։